Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարգելի գործընկերներ, աշխատանքային ձևաչափը սահմանում ենք հետևյալ կերպ, հարցերը հրավիրողները հնչեցնում են մինչև 2 րոպե տևողությամբ, առանց արձագանքի իրավունքի, հարցերի հաջորդականությունը ժամսրակի ուղղությամբ եւ խնդրում եմ պահպանել աշխատանքային այս ձևաչափը, հարցը հնչեցնելիս նշել լրատվամիջոցը եւ չխախտել այս սահմանված ձևաչափը։ Շնորհակալություն, սկսենք։ Նիկոլայ Ավետիսյան, հեռուստաընկերություն, պարոն նախարար, ինչպես նշեցիք, այս տարի արդեն 18 ամիս են ծառայել զինծառայողները 24-ի փոխարեն, չնայած բարեփոխումը հանրության շրջանում դրական ընկալվեց, բայց նաև քննադատություններ հնչեցին, նաև խոսվեց այն մասին, որ սա նախընտրական քայլ էր։ Խնդրում եմ խոսել այդ բարեփոխումը կատարելու նախադրյալների մասին եւ ասել արդյոք զինված ուժերը կարող են բախվել խոչընդոտների կամ խնդիրների ժամկետային զինծառայության ժամկետի կրճատմանով։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, իրականում ես նախկինում առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, այդ թվում նաև ազգային ժողովում, տարբեր ձևաչափի հարց ու պատասխանների շրջանակներում, պիտի նշեմ եւ նշեցի նաև իմ նախաբանում, որ սա մաս է կազմել 2021-26 թվականի կառավարության ծրագրի, բայց իհարկե դրա կենսագործումը մեծապես կախված էր մեր բարեփոխումների արդյունքներից եւ դրա բառ օրինակը ես ներկայացրեցի, Պաշտպան հայրենիակ ծրագիրն է եւ նաեւ ժամկետային զինծառայության ներգրավող անձանց թվաքանակի ավելացումը, այն է զորակոչի, որակական եւ թվային փոփոխությունները եւ սա մի կարևոր գործոն է, որը ամբողջությամբ ծածկում է մեր հանրության կամ մասնագետների մտահոգությունը եւ ըստ էության պաշտպանության նախարարը չէր կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ առանց զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնության կամ նրանց կողմից տրված կարծիքի եւ կարող եմ նշել, որ մենք այս փուլում արդեն իմ կողմից վկայակոչված հայտերի հանրագումարով արդեն իսկ 2026 թվականի սկզբին մենք լուծել ենք 1.5 տարի հետո մեր առաջ ծառացած խնդիրը լուծելու եւ համարում եմ, որ սա ամբողջությամբ փակված է, բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք դեռևս ունենք 1.5 տարի, որպեսզի ավելի այս համակարգը ամրապնդվի, այն է պայմանագրային զինծառայության նոր համակարգը, պրոֆեսիոնալ համակարգը, որը կծածկի այն հնարավոր բացը, որը կարող է ծագել 1.5 տարի հետո։ Շնորհակալ եմ։ Գյուղամացյան հարավից լրատվական, պարոն նախարար, նախ կխնդրեի մանրամասներ հայտնել պաշտպան հայրենիակ ծրագրի ընթացքից, նաև ապեստավորման, արդյոք այստեղ փոփոխություններ նախատեսվում են, ճիշտ է թվեր ներկայացրեցիք, իսկ գործնականում բանակում ինչ ծավալով են ընթանում զորանոցաշինության, ինժեներական եւ առասարակ շինարարական աշխատանքները, շատ է խոսվում ամրաշինական կառույցների լայնքավոր իրականացված աշխատանքներից, արդյոք այդ աշխատանքները շարունակական են լինելու հաշվի առնելով խաղաղության հաստատումը։ Շնորհակալ եմ։ Նախ անդրադառնամ պաշտպան հայրենիացին կրկին անգամ, ես առիթ ունեցա նախաբանում նշելու, որ մենք ունենք արդեն իսկ այս պահին 4234 շահառու եւ խոսեցի այս պահին հայտերի մասին, այն է ամառային զորակոչի հնարավոր շահառուների մասին, 906 հոգու մասին, որը դեռ ավարտական թիվը չէ եւ ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն եւս 100-200 երիտասարդներ, գուցե ավելի, ես ուղղակի պայմանական թվեր եմ հնչեցնում, հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները, եւ սա էական համալրում է զինված ուժերի համար, մանավանդ որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է եւ ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է հնգամյա պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարի, այսինքն 2 գումարած 5, եւ սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության բանակի հիմնական առանցքը, դրան եթե գումարում ենք նաեւ սերժանտական համակարգը, որը հիմնականում համալրվելու է հենց այս երիտասարդներից եւ պրոֆեսիոնալ մակարդակը բանակի այս հատվածում
էապես փոփոխության է ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում։ Եթե խոսենք նաև համալրման մասին, ես խոսեցի, որ վերջին տարիների ընթացքում այդ տոկոսի հարաբերակցությունը նախորդ շրջանի նկատմամբ, մասնավորապես իմ պաշտպանության նախարար դառնալու ժամանակաշրջանի հետ համեմատեմ, այն է 21 թվականի նոյեմբերը, բայց հաշվի առնելով, որ գործունեության սկիզբ պիտի գոնե համարենք ամառային զորակոչը, 19%-ով ավելացել է ցուցանիշը, որը լուրջ թվերի մասին է հիմա, եթե դա վերածեմ կոնկրետ բացարձակ թվերի, դա հազարավոր տղաների մասին է ըստ զորակոչերի։ Ինչ վերաբերում է շինարարությանը, այո, շարունակվելու է։ Կարծում եմ խաղաղությունը նաև նրա մասին է, որ մենք հանդարտ, հանգիստ կարող ենք ապահովել մեր երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը, անկախ նրանից սպառնալիքներ կան թե չկան։ Մենք ինքներս պիտի գնահատենք ինչ հնարավորություն ունի մեր երկիրը եւ ինչ արտաքին մարտահրավերների պիտի դիմագրավենք, բայց խաղաղության պատրաստվելիս կարևոր է, որ մենք նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք նաև որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը չի սպառնում։ Ընդհակառակը ապահովում է մեր անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Ես նշեցի, որ 25 թվականի, գուցե 25-30 տարիների ընթացքում սա ամենաբարձր կապիտալ շինարարության ծախսեր ունեցող տարին է։ Ես նշեցի 18 թվականը համեմատության համար շուրջ 17 միլիարդ եւ համեմատության համար նշեցի 25 թվականը 57 միլիարդ դրամի մասին է խոսքը, գրեթե 58 միլիարդ դրամ կապիտալ շինարարության ուղղությամբ ծախսեր են արվել։ Ու սրանք չեն կարող չունենալ իրենց արդյունքները եւ հետևանքները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Արժուտաց։ Շնորհակալություն եմ Մանուկյան Արմենպրես պետական լրատվական գործակալություն, պարոն նախարար արդեն նշեց, որ 2023 թվականի համեմատ 25 թվականին ունեցել է զորակոչների կրկնկոչվածների թվի 19%-ի ավելացում։ Ինչով է այդ հանգամանքը պայմանավորված եւ ինչ արվում ավելի թափանցիկ զորակոչի գործընթացը դարձնելու համար։ Պարոն նախարար, վերջերս խոսվեց նաեւ այն մասին, որ զինկոմիսարիատների բոլոր օղակներում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ մասին ասենք եւ խնդրեմ նշել վարժական հավաքների ընթացքի դրանց շարունակականության մասին եւ վերջում, եթե ժամանակ մնա, Հայաստանի պաշտպանության բարձրացման համատեքստում նախատեսվում են արդյոք այս տարվա ընթացքում համատեղ զորավարժություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սկսեմ ըստ էության զորավարժություններից։ Իրականում զորավարժությունների մասին համապատասխան ժամկետում պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս հրապարակային հայտարարություններով, ինչպես նախորդ տարիներին, հիմա նույնպես նման պլաններ կան եւ պատշաճ ժամկետում մենք դրա մասին կիրազեկենք հասարակությանը, մեր հարևաններին եւ միջազգային հանրությանը,